Լոռու մարզի Դսեղ գյուղն է, որն առանձնակի տարբերվող խանդավառության եւ ուրախության մեջ է։ Տարիներ առաջ 1869 թվականին հենց այստեղ է ծնվել հայ բանաստեղծ, արձակագիր, գրական ազգային եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։ Թե գյուղի բնակիչները եւ թե տարբեր անկյունի ժամանած հյուրերը մասնակցում են հանճարի 145-ամյակին ընթառաջ միջոցառմանը։ Ես Երևանում եմ ապրում, բայց երբեք չեմ մոռանում իմ գյուղը։ Երբեք սիրում եմ նման տոնակատարությունները։ Բոլորիս պարտն է այսօրը հիշել Հովհաննես Թումանյանին մեկ անգամ եւս, որովհետեւ դպրոցահասակ երեխաները իհարկե ամեն օր են հիշում, յուրաքանչյուր լոռեցի ամեն օր է հիշում, բայց սա յուրաքանչյուր հայ մարդու պարտն է, որպեսզի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գոնե թումանյանական օրերով ապրի։ Թումանյանը հասարակության լայն շրջանակներին հայտնի դարձավ իր պարզ բացառիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Նրա աշխատանքներում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքը։ Նա ոչ միայն հայտնի բանաստեղծ էր, այլ նաև մեծ հայրենասեր, հասարակական գործիչ։ Նա մշտապես մտահոգել եւ ուզել է հայ ժողովրդի ճակատագիրը։ Այդ է պատճառը, որ բազմիցս ստանձնել է հաշտարարի դերը հայ-թաթարական, հայ-վրացական կռիվների ժամանակ։ Միջև առաջին համաշխարհային պատերազմ, երբ Բոզչալյուն թուրքերը եւ հայերը ընդհարվել են, նա սպիտակ դրոշ է վերցրել, մտել այդ մուսուլմանական ցեղի մեջ, ասելա որ այս տաղանդավոր ազգին դուք ձեռ չտաք եւ հարգել են նրան, իմանալով որ դա այն մարդն է, որի խոսքը չկատարել չի կարելի։ Եվ նա կարողացել է հաշտացնել եւ հաշտությամբ էլ կարողացել է շատ հայ ժողովրդիների կյանք փրկել։ Այսօրը ունի մեկ այլ խորհուրդ, եկել են հարգանքի տուրք մատուցելու ոչ միայն Թումանյանին, այլ նաև նրա որդիներից մեկին, Արտավազդ Թումանյանին, ով հանուն հայրենիքի պաշտպանության զոհվել է Արևմտյան Հայաստանում։ Այդ է պատճառը, որ Դսեղում այլևս կանգնեցվեց Արտավազդ Թումանյանին նվիրված հուշակոթողը։ Հուշակոթողի եւ նախաձեռնողները եւ պատրաստողները գյուղի բնակիչներ են, ովքեր էլ համայնքապետարանի կողմից արժանացան շնորհակալագրերի։ Նույնիսկ ես չգիտեի, որ Հովհաննես Թումանյանը ունի 5 որդիներ, ես նոր եմ լսել եւ տեսել եւ շնորհակալ ենք կառուցողներին, մասնակիցներից։ Հովհաննես Թումանյանը 21-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն։ Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում, նրա անունը եւ ներկայինն է եւ ապագայինը։ Նա մնաց իր ժողովրդի պատմության մեջ, որպես պանծալի մի անուն, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան։ Նայնա Հակոբյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից Արմենիա հեռուստաընկերության համար։